պահին ես գտնվում եմ Արթիկ քրակատարողական հիմնարկի ճանապարհին։ Այստեղ է գտնվում Արթիկ քրակատարողական հիմնարկը։ Գյումրի այդ հայտնի դեպքերից հետո, ամսի 20-ից հետո, երբ կալանավորեցին Գյումրիի քաղաքապետին, նաև կալանավորել են եւս 23 անձ, այսինքն այս պայծրությամբ գիտենք, որ այդ օրերին եւս 23 անձ կալանավորվել է, ովքեր որ պահվում են այստեղ Արթիկ քրակատարողական հիմնարկում, նրանցից խաղաղ այդ ցույցի մասնակիցներից ամենաերիտասարդը 18 տարեկան է, իսկ ամենատարեցը չկարողացա դեռ պարզել, բայց 23-ն են այստեղ պահվում, մենք ունենք ընդհանուր առմամբ շուրջ 5 տասնյակ կալանավորված անձ, որոնց մեջ են նաև կանայք, ովքեր կրում են տնային կալանք, եւ այս պահին ես եկել էի, որպեսզի այստեղ այցելեի Տիգրան Ավագյանին, պարզվեց քննիչը դեռ որոշումը ինձ ներգրավելու չի ներկայացրել քրակատարողական հիմնարկին, այդ կրկնվող բյուրոկրատիա եւ կրկնվող անպատասխանատվություն է այստեղ նույնպես տեղի ունենում, բայց սրանք ամբողջը բոլորը ժամանակավոր երևույթներ են, մենք կհաղթահարենք, բայց բոլոր նրանք, ովքեր թույլ են տալիս այս ապօրինությունները, պետք է հասկանան, որ իրենց հետևից մենք գնալու ենք, կանչելու ենք իրենց պատասխանատվության, հետևաբար թող հետևեն օրենքի տառին եւ հարգեն մարդու իրավունքները, հիմնարար իրավունքները։ Այսօր հարձակվել են Գյումրի քաղաքի բնակիչների վրա, բայց այդ հարձակումը իրենց չի ներվելու, այս ապօրինի ոտնձգությունները իրենց չեն ներվելու։ Այսքանը ուզեցա հայտնեմ, որ Արթիկում էլ պահվում են եւս 23 գյումրեցի, հանիրավի գտնվում են այստեղ կալանավայրում եւ մեր պետությունը հսկայական գումարներ է նաեւ ծախսում կալանավորի վրա, որը չպետք է ծախսեր, այլ պետք է ծախսեր իր նպատակները իրականացնելու համար, մեր ազգային պետությունը։ Բայց դե հասկանում եք, որ մեր ազգային պետությունը այսօր զավթված է թշնամիների կողմից։ Նայեք արագած է այստեղից, այստեղ է դաշտը։ Իդեպ ասեմ, այստեղ նաև պահվել է, ով որ չգիտի, նաև Նիկոլը, լավ են պահել իրեն, այստեղից լավ պատրաստված դուրս է եկել։